Ողջույն։ Հուրի միտանի Հանիգալբադ Նահարինա նույն պետության տարբեր անվանումներն են։ Ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակ Անժելա Տերյան, Միտանի, Հայոց հնագույն պետություն։ Գիրքը հրատարակել է Ոսկան Երևանցի հրատարակչություն 2006 թվականին։ Միտանի պետությունը գոյություն ունեցել Մերթվարկությունից առաջ 17-ից 13-րդ դարերում հայկական լեռնաշխարհի հարավային և հյուսիսային Միջագետքի ու հյուսիսային Սիրիայի տարածքներում։ Մայրաքաղաքը եղել է Վաշուգանե քաղաքը, որը մինչ օրս չի հայտնաբերվել։ Միտանի հիմնական բնակչությունը հուրիներ էին։ Ապրում էին նաև տարբեր սեմական ցեղեր։ Հուրիները հայ ժողովրդի բաղկացուցիչ հատվածներից մեկն են։ Պատահական չէ, որ պատմահար Մովսես Խորենացին իր հայոց պատմություն գրքի առաջին մասում Միտանի արքաների մի մասին ներառել է հայոց նահապետների ցանկում։ Միտանին երկարամյա պատերազմներ է մղել խետական կայսրության, Հին Եգիպտոսի, Ասորեստանի դեմ։ Տուշրատտա արքայի կառավարման ժամանակ սերտ կապ են հաստատվել եգիպտական փարավոն Ամենհոթեփ III-ի, հետագա իր որդու Ամենհոթեփ IV Էխնաթոնի հետ։ Ամառնայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է հուրերենով գրած Տուշրատտայի նամակը, որը դասական հուրերենի լավագույն օրինակներից մեկն է։ Միտանին սերտ տնտեսական կապերի մեջ է եղել Առաջավոր Ասիայի պետությունների հետ։ Հուրիական աստվածները բաժանվում են երկու սերնդի։ Ավագ սերնդի աստվածների ղեկավարում է Փոթորիկի աստված Կումարբին։ Կրսեր աստվածների ղեկավարում էր ամպրոպի աստված Թեշուբը։ Թեշուբի կինը Հեպատ աստվածուհին էր, մայր աստվածուհին։ Թեշուբի եղբայրը արևի աստվածն էր, Շիմագի աստվածը։ Կուշուխը լուսնի աստվածն էր, Շավուշկան ռազմի աստվածուհին եւ այլն։ Մերթվարկությունից առաջ 14-րդ դարի երկրորդ կեսին Միտանին սկսում է թունալ։ Սկզբում դառնում է ենթակա խետական կայսրությանը, հետագայում նաև Ասորեստանին։ Ի վերջո, մերթվարկությունից առաջ 13-րդ դարի կեսերին Միտանին դադարում է գոյություն ունենալ։ Կգա մի օր, եւ պեղումները ցույց կտան հուրիների եւ Միտանի պետության ողջ փակն ու հզորությունը։ Գիրքը հետաքրքիր կլինի Առաջավոր Ասիայի, Հին Հայաստանի, Միջագետքի պատմությամբ հետաքրքրվողներին։ Շնորհակալություն ուշադրության համար։